բայց նույն ռիսկերը չունի կամ նույն հանրային այսպես արդյունքը չունի, չի կարող պատիկներով ավելի բարձր ստանալ զինծառայողից։ Եվ օրինակ ժամկետային զինծառայողը պետք է վստահ լինի, որ նաև հայրենիքին ծառայելով նպաստում է իր ընտանիքի բարեկեցությանը եւ այսպիսով օրինակ մենք առաջարկում ենք, որ ժամկետային զինծառայության ընթացքում աշխատող ծնողը զինվորի պիտի ավելի քիչ եկամտահարկ վճարի, ասենք օրինակ 10%-ային կետով ավելի պակաս, քան գործող դրույքաչափն է։ Անդրադարձ կա նաև բնականաբար սոցիալական պետության գաղափարախոսությանը, այստեղ մի կարևոր արձանագրում պետք է անենք, այս իշխանությունը ամեն օր գրեթե խոսում է գիտելիքահեն տնտեսությունից, կրթության կարևորությունից, գիտեք, հետո մեկ-մեկ մոռանում են, ասում են, որ աղքատությունը հայ մարդու ուղեղում է, հետո նորից անդրադառնում են, որ պետք է աշխատանքով հաղթահարվի աղքատությունը։ Մեր կոնցեպտը շատ պարզ է, աշխատող մարդը չպետք է լինի աղքատ, շատ պարզ, եւ դա կարճ ժամանակում հեշտ լուծելի հարց է, այսինքն նվազագույն աշխատավարձը չպետք է լինի ավելի պակաս, քան նվազագույն սպառողական զանգվածը կամ այն նվազագույն ծախսը, որ մարդը անում է ապրելու համար։ Եվ դա պետք է ինդեքսավորվի, այսինքն միշտ գնաճ կա, գնաճին համարժեք դա պետք է աճի։ Այդ թվում նաև թոշակների մասով։ Կենսաթոշակները ևս պետք է լինեն արժանապատիվ եւ մենք նախատեսում ենք, որ 50%-ով լիարժեք հնարավոր է բազային կենսաթոշակ ավելացնել եւ կենսաթոշակի բոլոր չափերը ևս ինդեքսավորել։ Իդեպ ասեմ, որ մենք այս գումարման ազգային ժողովում 2 անգամ մեր խմբակցությունը այդ նախագիծը ներկայացրել է եւ որվա քաղաքական ուժը իշխանական մերժել են, բայց այս վերջերս արդեն ասեցի, դարձել են սոցիալիստ եւ իրենք արդեն խոսում են այդ ինդեքսավորման մասին ավելի խանդավառ, քան որ ասենք նախագիծ բերած քաղաքական ուժներ։ Կարևոր է նաեւ կրթությունը, մենք նախատեսում ենք, որ պետական բուհերում այո պետք է կրթությունը լինի անվճար։ Այո, դրա տակ կան ֆինանսական հաշվարկներ եւ լիարժեք այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսությունը թույլ է տալիս դա անել։ Եվ եթե այսպես եմ սկսել, 1-2 կարևոր հանրային կյանքի ոլորտներին եւս անդրադառնամ, որը մեր հանրության հետաքրքրում է, վստահ եմ, հարկային համակարգն կամ հարկային մոտեցումները կամ հարկային քաղաքականություն։ Նախ եւ առաջ այս իշխանությունը պատմության մեջ մնալու է հարկային անորոշությունների, այսպես ասենք, ամենամեծ անորոշություններ ստեղծող ամենամեծ իշխանությունը եւ տարիները, բարբերաբար հարկային համակարգերի փոփոխություններ, բարբերաբար այսպես ստրեսային մոտեցումներ, հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար։ Մենք բարձ բան ենք ասում, որ փոքր բիզնեսը այն հարկերը, որ վճարում է, ամբողջությամբ վճարելուց հետո պետք է վերադարձվի փոքր բիզնեսին։ Միջին բիզնեսի համար պետք է սահմանվեն տարածքային եւ նաեւ ոլորտային որոշակի չափանիշներ եւ ըստ այդմ մասնակի վերադարձ։ Փոքր ու միջին բիզնեսը այո, աշխատանքը խթանելու, ինքնազբաղվածությունը խթանելու, սեփական քրտինքով ընտանիքի բարեկեցությունը կազմակերպելու հիմնական ուղղությունն է մեր երկրում։ Պակաս կարևոր չի նաև գյուղատնտեսությունը։ Գյուղատնտեսության մասով եւս մենք նախատեսում ենք, որ պետությունը պետք է համարժեք սուբսիդավորում իրականացնի, որտեղ առանց դրա շատ ոլորտներ եւ շատ տարածքներ ուղղակի չեն կարող գոյատևել եւ այստեղ օրինակ շատ կարևոր է նոր տեխնոլոգիաների ներդրումը, չափելի ցուցանիշ եթե առանձնացնեմ, մենք ասում ենք, որ այո մինչեւ 15 միլիոն դրամ վարկերը փոքր գյուղացիական տնտեսություններին պետք է տրամադրվի 0%-ով պետության սուբսիդավորմամբ։ Իսկ գյուղացու աշխատանքը պետք է համարվի ստաժ, աշխատանքային ստաժ, որ գյուղացին 20, 30, 40 տարի աշխատելուց հետո երբ որ անցնում է թոշակի, եւս ապահովված լինի։ Այստեղ կարևոր է նաեւ
ոչ պակաս կարևոր է նաև ես կարծում եմ մեկ այլ ոլորտ, արտաքին հարաբերությունների ոլորտը, որը ինչպես արդեն կարծում եմ շատերին հայտնի է, կոմպլիմենտար քաղաքականության ինքնադրված, այսինքն ոչ թե ուրիշի տան կռիվը մեր տուն բերելու ժողովրդի լեզվով ասած վարքագիծը, որպեսզի սեփական իշխանությունը պահել, ինչին մենք ականատեսնենք, այլ հայկական շահով, Հայաստանի շահով եւ նաեւ նկատի առնելով համասփյուռ մեր ներուժը, կոմպլիմենտար փոխլրացնող քաղաքականություն առաջնահերթ մեր ռազմավարական գործընկերների հետ, Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի հետ նոր մակարդակի հարաբերություններ եւ վերջապես նաեւ մնացած նաեւ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ էլ բնականաբար փոխշահավետ հարաբերությունների հիմնում, բայց սա երբեք չի նշանակում, որ պիտի հակադրվեն այդ շահերը, ինչպես հիմա մենք տեսնում ենք եւ շատ անգամ մեր հիմնական խնդիրները նաեւ այդ շահերի հակադրման մեջ են։ Կարծում եմ երբ այսքան թույլ տանք նաեւ գործընկերները խոսեն, հետո եթե լրացումներ կլինի, նաև անդառնանք կոնկրետ թեմաների։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ պարոն Ավետիսյան, դուք ներկայացրեցիք տարբեր ոլորտներում Հայաստան Դաշինքը ինչպիսի թեզեր է նախատեսում, որ թեզերի շրջանակներում պետք է իրականացնի նախընտրական քարոզարշավը։ Ես ուզում եմ առանձնացնել նաև մի շատ կարևոր դրույթ, որ ֆիքսեցինք Դաշինքի կողմից արված հայտարարություններում, դա ազգային ինքնությանն էր վերաբերում, որովհետև ըստ էության հունիսի 7-ի ընտրությունները նաև ինքնության ընտրություն են լինելու։ Գիտեք, շատ կարևոր է մեր քաղաքացիներին ցույց տալ իրենց ավելի բարեկեցիկ ապրելու ճանապարհը, իրենց ավելի ապահով լինելու ճանապարհը, բայց նաև պետք է մեր քաղաքացիներին համոզել, թե ինչու է հենց հունիսի 7-ը կարևոր ճակատագրական եւ վճռական ընտրություն։ Եվ շատ կարևոր է օրինակ, որ օրենսդրական նախաձեռնություն ենք նախատեսում, որտեղ կեղծ ինֆորմացիա տարածող պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեն եւ այլն, եւ սրա հետ կապված նաեւ ազնվությունը որ քաղաքացիների հետ նույնքան կարևոր է։ Մենք 2021 թվականին ականատես եղանք, թե ինչպես այս իշխանությունները կեղծ թեզերով եկան իշխանության եւ վերջին 5 տարվա ընթացքում արեցին ճիշտ հակառակը իրենց ներկայացրած թեզերի։ Հիմա ինչպես մեր քաղաքացիներին համոզենք, որ իսկապես հունիսի 7-ին իրենց ընտրությունը վճռական է, որովհետև դա ազգային ինքնության ընտրություն է լինելու։ Տեսեք, Էլինա ջան, շատ պարզ, մեր քաղաքացիներին կարծում եմ համոզելու անհրաժեշտություններ չկա։ Մեր քաղաքացիներից շատ-շատերը եւ հիմնական մասը ցանկացած քաղաքական գործիչի կարան դրա մասին համոզեն իրենց անցյալով, իրենց պատմությունը վկայակոչելով եւ այլն, բայց ձևակերպումը բանաձևը շատ պարզ է։ Անվտանգություն նշանակում է, որ երաշխավորված դու պիտի խաղաղություն ունենաս, իսկ դրա հինասյունը նախ եւ առաջ իրավիճակի մարտավերներին համարժեք բանակ ունենալն է։ Երկրորդ կարևոր հանգամանքը ոչ պակաս ներքին համերաշխությունն է։ Եթե քո տանը կռիվ է, դու երբեք չես կարող ոչ բարեկեցիկ ապրես, ոչ էլ կարող ես պաշտպանել ինքդ քեզ եւ նաեւ քո երեխաներին։ Հիմա ինչ ասեմ, այսինքն սա ակնհայտ ճշմարտություն է, իսկ սրանք որ եկան ով է օրինակ հիմա մոռացել, որ մտան քաղաքական դաշտ ծևեր սպիտակներ այդ տրողումով։ Ով է մոռացել շարիկ գլորող չինովնիկներ եւ իբրև նորելուկ չինովնիկներ, չգիտեմ, թալանչի բիզնեսմեններ, լավ բիզնեսմեններ, ամեն ինչ, այսինքն այս ինչները ինչն է, հետո սկսեցին տարածքային տարբերակումներ, արցախցիներ, Հայաստանի քաղաքացիներ եւ այլն եւ այլն։ Եվ սա մենք բսկտված այս հանրությունը այո մեր անվտանգության հիմնական մարտահրավերներից է։ Սա երկրորդ եւ երրորդ ինքնությունը մեր։ Այսինքն առանց մեր ընտանեկան արժեքների, առանց մեր ավանդույթների, ինչպես մենք կարող ենք մեր երկրում որպես հայ ապրել։ Եթե մենակ խնդիրը ստամոքսն է, սնունդը, լավ ապրել, լավ հագնվելը, ապա ես ձեզ վստահեցնում եմ կվկայակոչեմ տասնյակից ավել երկրներ, որտեղ այո հայ մարդը
իր մասնագիտությամբ կարող ավելի շատ վաստակի, հո գաղտնիք չի, կարող ավելի լավ կենցաղային պայմաններ ունենա, ավելի լավ այսպես կենցաղային միջավայր, բայց ինքնությունը հայ ապրելու, հայ մնալու մեր ինքնությունը շատ պարզ ձևակերպում ունի, դա վերացական չի, այսինքն մեր լեզուն է, հայոց լեզուն, մեր մշակույթը, հայ մշակույթը, հայ առաքելական սուրբ եկեղեցին, մեր կրոնը, մեր դավանանքը, որը ուզում են նաև մեր ձեռքից խլեն հիմա, եւ ինչու ոչ, մեր ընտանեկան արժեքները, այսինքն դուք տեսեք, այն ինչ ես թվարկեցի, այսօր կոնկրետ համալիր կերպով թիրախավորված են, թիրախավորված, պետական համակարգը փոխանակ պաշտպանի այս հենասյուները, մեր երկարաժամկետ, անվտանգ եւ մրցունակ ապրելու, ուղղակի թիրախավորված է, այս կամ այն կերպ, թաքնված կամ ուղիղ, սա է եւ այո ինքնությունը, մեր ինքնության պահպանումը, մեր ներքին համերաշխությունը եւ այո մեր ուժը, որպես բանակ, դրանք այսպես որևէ կերպ չեն կարող մեկը մյուսին հակադրվել կամ որևէ կերպ դրանցից մեկի բացակայությունը չի կարող երկարաժամկետ իրական խաղաղություն ապահովել։